Այսօր դուրս եմ եկել նկարահանման, քանի որ եղանակը արևոտ է։ Երկար ժամանակ այսպիսի արևոտ լավ եղանակ չէր եղել։ Տեսնենք ինչ կստացվի այսօր։ Լուսանկարչությունը Լիլիթի տարերքն է։ Նախասիրությունից մասնագիտություն ճանապարհն ակտիվորեն ներկայացնում է սոցցանցերում, իսկ գլխավոր մուսան հարազատ Կապան քաղաքն է։ Տանը ունեցած տեսախցիկը ուսանողուհու առաջին գործընկերն էր դարձել։ Համացանցի մասնագիտական հասանելի տեսանյութերն էլ ուղեցույց։ Սովորում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, օպերատորության բաժնում, մասնագիտությամբ նկարչուհի եմ, մինչև դա հաճախել եմ գեղարվեստի դպրոց, նաև արվեստի քոլեջ, դիզայն բաժին։ Քաղաքում ինձ թվում է ճանաչում եմ որպես ֆոտո եւ վիդեո նկարող աղջիկ, ով չգիտեմ, իր աշխարհն է ստեղծում ու կամերայի միջոցով այդ ամենը փոխանցում է հանդիսատեսին։ Սովորելով օպերատորական գործ հեռակա ուսուցմամբ Լիլիթը տեսական գիտելիքները համատեղում է գործնականի հետ։ Քննական աշխատանքի շրջանակում լուսանկարել է Կապանը ոչ թե որպես պարզապես բնակավայր, այլ որպես զգացողություն եւ մթնոլորտ։ Իրականում սկզբից շատ հենց անսովոր էր, որ կամերան ձեռքիս պիտի ինչ-որ մարդկանց նկարեմ, ասես մարդկանց հայացքները բան, բայց հետո գնալով արդեն ավելի թեթևացավ այդ զգացողությունը ու համ մարդկանց էի նկարում, համ շրջակա բնությունը, Կապանը անչափ գեղեցիկ բնություն ունի ու ինձ համար նաև շատ կարևոր է այդ ամենը ցույց տալ այլ մարդկանց Կապանից դուրս, որպեսզի տեսնեն։ Կարծում եմ ստացվեց իմ մոտ։ Ինձ համար բացահայտում էր պերեմենիները, քանի որ այնտեղ շատ չէի եղել ու այսպես աստիճաններով իջնելով, երբ տեսա այդ ասենց 3 դուռ, հետո անդադ իջնում ես ու տեսարաններ են փոխվում, շենքերի կառուցվածքը, այդ ամենը անչափ հետաքրքիր է։ Նաև վերևի հարկերից ամբողջ քաղաքն է երևում, ինչը էլի շատ գեղեցիկ է, իհարկե խուստուկն է բացվում։ Ուսումնառությունից զատ հարազատ քաղաքում արդեն իսկ աշխատանքային փորձ է ձեռք բերում։ Նախ Կապանի մշակույթի կենտրոնում ռեժիսորի օգնական էր, այսօր արդեն պետական դրամատիկական թատրոնում հավերժացնում է այն կարևոր պահերը, որոնք գուցե շատերիս աչքից վրիպում են։ Քննական աշխատանքում ներառել եմ 70 նկար, որոնց միջոցով ցույց եմ տվել Կապանը տարբեր անկյուններից, մարդկանց, բնությունը, ճարտարապետությունը եւ ստացել եմ բավական դրական կարծիք վարպետիս կողմից։ Նկարները նպատակ ունեն նաև առաջացնել հետաքրքրություն այլ մարզերից, նաև մայրաքաղաքից մարդկանց մոտ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Կապանը զարգանում է, աճում է եւ շատ գեղեցիկ քաղաք է։ Ուսումնական առաջադրանքի շրջանակում առաջիկայում կնկարահանի նաև կարճամետրաժ ֆիլմ։ Այդ ընթացքում միաժամանակ շարունակելով ստեղծագործական որոնումները, վստահ է, հենց Կապանի մասին պատմող լուսանկարներն են դառնալու մասնագիտական ճանապարհի ամուր հիմքերը։ Մասնագիտության ընտրության հարցում լսեք ձեր սրտի ձայնին եւ մի վախեցեք կոտրել կարծրատիպերը։ Անի Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։